Հրահանգներ, statement, նախորդ դասին ես արդեն նախորդ վերնագրում օպերացիաները բացատրեցի, օպերատորները բացատրեցի եւ նշեցի, որ նաեւ կա statement-ներ, որ այլ լեզուներում այդ եռյակը խառնած է, օպերացիա, օպերատոր եւ state, ինչևից է, հրահանգներ, տեսնենք իրանից ինչ է ներկայացնում։ Նու թարգմանությունը փորձել եմ հասկանալ, հրահանգ, հայտարարություն, հրաման, գործողություն, վերջը ընդհանրապես անգլերենից հանձնել հայերեն եւ IT-ին պահելը շատ հեշտ գործ չի, բայց ինչեր կան դրանց մեջ։ Օրինակ պայմանի ստուգում, ցիկլեր կատարել, այլ օպերատորների կանչ կատարել, նույնիսկ սահմանել փոփոխականներ սահմաններ, որոնք կարող են statement-ի տակ մտնել։ Ուրեմն Q-sharp լեզուն տրամադրում է հնարավորին չափ էլի իր պալիտրները։ Ուրեմն հոսք կարող եք կառավարել, կարող եք աշխատել քյուբիտների հետ, այսինքն Q-sharp-ը նաև պարզ է, հենց դրա համար է ստեղծված է եւ քվանտային գործողություն, եւ քյուբիտների հետ աշխատանք, եւ կառավարել կատարման հոսքը, այսինքն ուղղությունը, ունենալով եւ կլասիկ, ունենալով եւ քվանտային բաղադրիչներ, ահա Q-sharp-ի հետաքրքրության առավելություններից մեկը, չեմ կարծում ուրիշ տեղ դա չկա, ուղղակի ֆիքսում ենք փաստը։ Ինչեր կան conditional breaching կամ conditional operator կամ statement։ Տեսեք, այստեղ conditional-ը statement է գնում իրանց մոտ։ Մենք operator ենք ասում, ենթադրենք C#-ում եւ այլն, պայմանականը։ Պարզ է, մեր իմացածին այնքան մոտ է, ունի if, ունի if else, if եւ else, Boolean-ա պարամետր աշխատացնում կամ ընդունում, բացարձակ նույնատիպ է մեր իմացածի նկատմամբ։ Դրա համար այստեղ առանձնապես մեծ բան չենք տեսնում մեր գիտելիքները շարունակելու կամ շարունակական սարքելու համար, եկեք այստեղ նայենք միջև ինքը կաշխատի, անունի տարածք, entry point, ընդամենը, տեսեք, something could happen, այսինքն ինչ որ մի string տվեց, այստեղ tuple-ով է աշխատած, conditional-ը true է դրած, եւ if, եթե condition, տեսեք, փակագիծ դրած չի if-ին, սա փոքր մանրոնք է մյուս լեզուների հետ։ Condition-ը եթե true է կտա սա, եթե conditional է տալիս, եթե true է սա, եթե իրար հավասար է սա, հակառակ դեպքում սա։ Հիմա իրար հավասար եկեք դնենք, այսինքն 5-5 կդնենք, այստեղ ինչու եմ դնում։ Ես փոխանակ կոդում դնեմ, այստեղ եմ դնում։ Խնդրեմ, ինքը տվել է այստեղ մեր արտահայտությունը, հիմա ես կփորձեմ 5-5-ը եւ այդ tuple-ի մեջ ուղարկված 5-5-ը պետք է լինի, որ իր else հավասար պայմանը կփորձարկի։ Շարունակենք, տեսնենք մի հատ օրինակը թող կա, something happened conditional true tuple-ով է տալիս մի վարքյան, 5-5, այստեղ x-ը հավասար է y-ին, ինքը տվեց իր հինը, չգիտեմ ինչու, մի հատ կնայեք դուք էլ։ Հիմա ես tuple-ով պետքա բացատրեի, էլի, այսինքն պետքա կատարեի իր պայմանը։ Եկեք tuple-ի հետևից շատ չընկնենք։ Շարունակեմ։ Շատ մոտիկ է կլասիկ համակարգին եւ փորձեմ ասել ինչ է իտերացիա։ Ուրեմն մեզ մոտ for cycle-ը նախորդ ուրեմն դասերին դրա մասին խոսացել ենք, ցիկլեր գաղափարախոսությունը for մեզ մոտ, բանից պարզում է անունը ցիկլ է, բայց եւ այնպես ինքը իտերացիա է կոչվում։ For հրամանը ոնց որ իտերատոր լինի, եթե C#-ի էլեմենտներից մեկն ենք մենք նայում։ Իտերացիա համակարգն, այսինքն իտերացիա նշանակում է բազմակի կրկնել նույն վիճակը, որը պայման նախորոք ֆիքսված լինելու պատճառով։ Եվ ցիկլից դուրս կգա պարզայ, որ ամբողջը կատարվի։ Ինչն է ավելացնելու ստեղ։ Break continue չկա։ Ինչու չկա։ Գուցե մի անգամ չեմ բացատ։ Աջակցություն, որի պատճառով ցիկլի իտերացիայի քանակը դարձնում է կանխատեսելի։ Այս կանխատեսելիության մասին ձեզ հետ խոսացել եմ։ Կանխատեսելիությունը, սկսած հիշողության, սկսած ցիկլերի, լուրջ գործողությունն է սխալները գտնելու համար։ Դրա համար break continue կոմպիլյատորի կողմից եւ ընդհանրապես runtime կողմից կանխատեսելիության կատեգորիան
դեռ չենք հասկանում դա ինչ է, բայց ընդունում ենք, որ կանխատեսելիությունը դա չափորոշիչ է քվանտային ծրագրավորման համար։ Բայց continue շատ է խանգարել կոմպիլյատոր ստեղծողներին, որովհետև մենք սեղ վատ համակարգ սիմբիոզ ունենք, քվանտ եւ կլասիկ, եւ պարզը կլինեն այսպես ասած հակասություններ ռացիոնալ կոդ ստանալու համար։ Ինչևից է անգիր ենք անում, որ կանխատեսելիության կատեգորիայի շնորհիվ, որ այստեղ չի տեղավորվում դա ինչա, հնարավոր էլ չի, դա ներքին backend-ա կոմպիլյատորի չի ներառված, ոչ թե դժվար է, այլ թռիչք չի թույլատրվում կարճա, ցիկլը վերջացրու գնա, որ ես էլ իմ քյուբիտներ իմանամ ինչ եմ անում։ Իսկ դուք continue-ով ցիկլը կտրում եք բրեքով թռնում եք ուրիշ տեղ հանրապես։ Վտանգավոր go-to-ը, go-to-ի դեմը, go-to-ի նման մի վատ բան է։ Եթե իտերացիաների կանխատեսել է ցիկլի ներսում քվանտային գործողություն կարող է վեկտորացվել, այսը լավ միտք էր, չի կանխագուշակել, որ ես նույնիսկ գրել եմ։ Վեկտորացնելը դակ բլոկի սֆերայում ձեր վեկտորի ալֆա բետան ստանալն է, հավանականությունը ստանալն է, ֆիքսելը ստանալն է, ֆազան ստանալն է։ Իսկ որ դուք թռնում եք, ես որտեղ վերցնեմ ֆազան, թռեք, ես ֆիքսվում եմ, եւ որ ֆիքսվում եմ, չկարա շարունակեք։ Ինչևից է։ Այդքան միտք այս մասում։ Օրինակը դիրքորոշում բառը դա սուպեր դիրքի մասին է տարբեր ձևերով է գալիս, այսինքն հիմա մենք քյուբիտի հետ կաշխատենք 0 վիճակ նախնական, ընդամենը superposition-ը ստեղ ուրիշ բառով է նշված, կարելի է տարբեր բառերը թողնում եմ, որ երբևիցե խառնաշփոթ entanglement-ը խառնաշփոթ չառաջացնի մեզ մոտ։ Լավ։ Ծրագրի կոդ նայելը մեր առաքելությունն է Q#-ում հեշտ դասերի մի մեծ խումբ է, հեշտագույն, շատ դժվար էր քվանտայնությունը, քվանտային մեխանիկային մասը, որ մեզ պետք է, եւ քյուբիտները հեշտ չէր, իր ալգորիթմներով, Grover-ի ալգորիթմ եւ այլն։ Entry point ունենք operation, որը որ vector ունի արդեն տվյալ ունի արդեն 5 հատանոց register, այսրանը register կարելի անվանել։ Բլոկ ենք սարքում for կաշխատի, իտերատորը կաշխատի, էսը վերցնում ենք for-ի նման է, դնում աստեղ եւ HQ է տալիս եւ բորելը ազատվում են։ Երկրորդ ձևը, այստեղ եթե դուք տեսնում եք, ես մեսեջներ չունեմ, չեմ էլ ցուցադրում։ Երկրորդ բլոկը 5 հատանոց ենք վերցնում ենք 0-ից 2 մինչև length, այսինքն 2 քայլով եւ աշխատացնում։ Պարզա այս աշխատանք անօգուտ է, տեսնելու ոչինչ չկա, եւ ծրաբարտադիր չի ամենտեղ մեսեջները խցկել, տեսնել, ինձ կոդը մենք արդեն կոդը հասկանում ենք, այստեղ ոչինչ չկան, լավագույն կոդն է։ Այո, եթե ոչինչ չկա, մեզ չի հուշում դասախոսը, որ ուղղորդում եմ անպայման սովորեք կամ տեսեք։ Պայմանական ցիկլեր։ Տեսեք, conditional loops-ը մեր in while-ն է լինելու, որը որ մենք ցիկլեր տեսեցինք։ Մեկը իտերացիա անունն է տվել, սովորենք իրան, ընդունենք իրան։ Այո, դա իտերացիա է։ C#-ում իտերատորներ կա, for-ի հետ կապված, իտերատոր եւ այլն, մենք նույնիսկ անցում ունենք դեպի հինը, ասինքն դեպի անցյալը։ Պայմանական ցիկլ։ Մեզ մոտ, վերջում էլ կնշեմ, մեզ մոտ գոյություն չունի while։ Բացատրություն կա, մենք կհասնենք իրեն։ Սակայն ունի կարճ ասած կրկնվող ցիկլերով իտերատոր, որտեղ մեզ մոտ կառաջանան, տեսեք, եթե այդտեղ կա, ուրեմն until fix up, այսինքն մենք սկզբնական վիճակ, ուրեմն ինքը բուլյան ուրեմն գնահատում է բուլյան արտահայտությունը օգտագործելով այս հրամանը, լրացուցիչ fix up հրամանը, repeat հրամահանգի բլոկ կատարվում է կրկնվող կերպով։ Այս եռյակը դառնում է մեր ցիկլերի տեխնոլոգիան։ Հրամաններ են, ոչ ավելի ոչ պակաս։ Յուրաքանչյուր իտերացիայից հետո until պայմանը չի բավարարում, ապա ինքը կատարում է յուրաքանչյուրից հետո, եթե until պայմանը չի կատարում, ասիկա ցիկլը կրկնվում է։ Չգիտեք ինչու է երյակն է մեզ մոտ մտցված։ Ես ուղղակի թարգմանաբար կամ գիտելիքի փոխանցման տեսակետից ձեզ մոտ եմ բերում։ Օրինակը ցույց է տալիս այս բլոկով կրկնվող ցիկլ,
որտեղ երկու բիթեր դրում է սուպեր դիրքի մեջ, սա արդեն հասկանալի է, superposition-ա դրվում, եւ չափում ենք մինչև չափման արդյունքում ստացվի մեկ վիճակը, այսինքն մինչև մեկ վիճակը չլինի, մենք կշարունակենք։ Բլոկը պարզապես ցուցադրում է հաղորդագրություն, բայց այն կարող է կատարել որոշ լրացիչ մաքրման գործողություններ, այսինքն finally նման է, էլի, այսինքն ես եթե սկիզբը դնում եմ եւ fix-up եմ անում վերջում, fix-up-ը ուղղակի կարող է պետք լինի որոշ ռեսուրսների հետ աշխատանք կատարել եւ այլ։ Ինչևից է, հենց հիմա օրինակի վրա ցույց կտամ, օրինակը լավագույնն է եւ այստեղ իտերացիան գրված է ոնց է աշխատում։ Խնդրեմ։ Հեշտ դասերի ցուցակում էր, հեշտ դասերի ցուցակի օրինակներում եմ, ես ունեմ entry point, միայն ինստրուկցիաներից, այս մեսեջի լինելու պատճառով, այս ինստրուկցիաները պետք է անպայման արթնացնել, ունեմ ոչ զանգվածով վեկտորով, բայց 2 քյուբիտ թույլատրում է, repeat եմ անում, այսինքն ես փորձում եմ այս մասը անվերջ կրկնել։ Վերջում, տեսեք, ես իրավունք ունեմ նաև fix-up անել, այսինքն անցիլները ցույց է տալիս որտեղից որտեղ։ Fix-up-ը սա finally-ն է try-catch, այսինքն վերջում որ վերջացնես մի բան գրի էլի։ Այսինքն սա ռեսուրսների հետ ավարտելուց հետո աշխատելը ռեսուրսների հետ աշխատանք։ Վերջնական ակորդ գործողությունն է, վերջնական վերջն է, բայց այստեղ կարևորը հիշել repeat, հիշել until եւ էլ հիշելու բան չկա։ Հիմա եկեք ծրագիրը նայենք։ Ադամար Q1-ը գտնվում է 50%-անոց վիճակում, իրան չափում ենք։ Ադամար երկրորդն ենք դնում, էլի չափում ենք։ Հենց չափեցիք երեխեք 0-1, 0-1, էլ իրավ կլասիկ դառավ, մաքուր կլասիկա է դառնում։ Եվ այստեղ մեսեջ ենք անում երկու ռեզուլտատները։ Ուրեմն անցիլ ռեզուլտատը հենց որ լինի 1-1, նոր կանգնացնենք եւ fix-up անենք։ Խնդրեմ, տեսնենք 1-1-ը կա կամ մենք չենք տե message fix-up կլինի, այսինքն ինքը 1-1-ի դեպքում կցուցադրի եւ ես կարող եմ message անել Q1 Q2-ը 1-0, տեսեք 1-0 տորը 1-1, այսինքն ես fix-up եղա 1-0-յում, իսկ ես այսինքն ես sense եմ անում ռեզուլտատները տեսնում եմ, բայց ինքը դուրս կգա ցիկլից, եթե 1-1 լինի, այսինքն մոտավորապես, եթե ես ցիկլից ուզում եմ դուրս գա, նոր այդ դեպքում result 1-ը, result 2-ն 1-1-ի դեպքում ինքը դուրս կգա։ Գնանք առաջ։ Եվս մի անգամ փորձարկենք։ Ես ծրագիր 1-1, ինքը դուրս եկավ։ Այսինքն մենք քվանտային տեխնոլոգիաներում 1-0 դուրս չի եկել, fix-up-ը մեզ կասի 1-0 դուրս եկել, 1-1-ով դուրս եկավ։ Այսինքն ստացվեց, որ ես 1-1-ով դուրս եմ գալիս, միայն այս դեպքում ցույց է տալիս։ Այստեղ ես կարող եմ նաև ավելացնել այն հրամանները, որոնք ֆիքսում են, որ դեպքում են դուրս եկել։ Ես ավելացնեմ այս հրամանը, խնդրեմ, այսինքն երբ որ ինքը դուրս է գալիս, որ դեպքում է դուրս գալիս, միայն 1-1-ի դեպքում պետք է դուրս գա։ Այս հրամանը կավելացնեմ լեկցիայում նույնպես կամ ինտերնետում կոմում եւ կտեսնենք, որ ավելի ինտերնելի կստացվի մեր օրինակը մեր այս հարաբերության ժամանակ։ Նորից աշխատացնեմ։ Մի վարքյան։ Ահա, տեսեք, 0-1, 0-0, 0-1, 0-1, հենց 1-1-ը վերջացնում է։ Լինում է հենց առաջինից է քվանտը աշխատում։ 1-1, հենց 1-1-ը վերջացնում է, ահա այս օրինակը ավելացնելով այս մեսեջը, ես կարողացա ապացուցել, որ միայն եւ միայն 1-1-ից հետո է ինքը ծրագիրը դադարացնում։ Կամ ցիկլից դուրս գալիս, ավելի ճիշտ։ Եվս մի անգամ նշեմ այ այստեղ while-ի բացակայության ֆակտորը։ Ուրեմն քվանտային ալգորիթմների աշխատանքի ժամանակ
ուրեմն կատարվում է քյուբիտների վիճակի չափումներ, ապահովության համար Microsoft-ը ներադրել այս գաղափարախոսությունը։ Միայն for, որը iterator անվարեցինք, եւ repeat until, այսինքն repeat-ի մեջ գրում ենք ցիկլի բլոկը, until-ը ցույց է տալիս ինչ պայմանի դեպքում։ Ուրեմն for-ը կանխատեսելի քանակի կրկնություն է, իսկ repeat until-ը կրկնվող փորձարկումներ, մինչև պայմանը բավարարվի։ Միևնույնն է, քվանտային ալգորիթմներում հստակ կառավարման չափման հետ կապված եւ ապահովության հետ կապված, եկեք սա շեշտեմ, այ ապահովության հետ կապված while cycle չի ներդրվում է iterator եւ repeat until ցիկլի տեխնոլոգիան։